Ողջույն, սա Արի Լորի նախագիծն է։ Մենք ձեզ ցույց ենք տալիս մեր մարզի ամենասիրուն եւ հյուրընկալ վայրերը։ Ու եթե դուք մտածում եք, որ Լորիում ամեն ինչ տեսել եք, ուրեմն դուք չեք եղել Սոճիներում։ Եկեք միասին բացահայտենք Սոճիների գեղեցկությունը։ Այստեղ ամենուրեք ստացվում է բնության շունչն ու մարդկային ոգին։ Դու գիտես, որ միշտ էլ քոնն եմ եղել, քո հետ կյանքս կիսել։ Խնդրում եմ, մի հատ նայեք այս տաղավարների լուսավորությունը, այս էսթետիկ տեսքը, այս բնության շունչը, ամեն ինչ մտածված է ձեր լիարժեք հանգստի համար։ Դուք ուղղակի հիմա գտնվում եք բնության մեջ, դուք բնության մի մասնիկն եք։ Ես համոզված եմ, որ սա լինելու է ձեր կատարյալ հանգիստը բնության գրկում։ Եթե ուզում եք ունենալ հիասքանչ հանգիստ, վայելել համեղ կերակուրներ ու դառնալ բնության մի մասնիկը, ապա Սոճիները հենց ձեզ համար է։ Այս անտառի մեջ մենք ունենք նաև բացօթյա տաղավարներ ու ամռան տապին պատկերացնում եք ինչ հաճելի է նստել հենց այս մաքուր բնության գրկում, գետի աղմուկին ու ծառերի մեջ վայելել մի համեղ կերակուր։ Մենք ունենք տարբեր առիթների համար նախատեսված տարբեր չափերի տաղավարներ։ Սոճիները ունի շատ առավելություններ, բայց առավելություններից մեկը այն է, որ յուրաքանչյուր համար ունի իր առանձնացված պատշգամբը, ինչը ինձ համար շատ մեծ առավելություն է։ Ասում էի, չէ՞, որ ունենք տարբեր չափերի տաղավարներ։ Խնդրեմ, եթե դուք ունեք ծնունդ, միջոցառումներ, ապա այս սենյակը իդեալական է ձեր առիթները կազմակերպելու համար։ Եկաք, վայելեցիք համեղ կերակուրներն ու մաքուր օդը ու չեք ուզում բաժանվեք այս հիասքանչ վայրից, ապա հոգ չէ, որովհետև Սոճիները ձեզ համար ունի նաև հյուրանոցային համարներ։ Սոճիներ անունը ինքնին հիշեցնում է, որ մենք գտնվում ենք Սոճուտում անտառի մեջ ու ամենուրեք մեզ ուղեկցում է բնությունը։ Օրվա ամենագեղեցիկ պահերից մեկը ինձ համար առավոտյան սուրճն է ու պատկերացնում եք ձեր առավոտյան սուրճը դուք վայելում եք այս բնության մեջ։ Եթե ուզում եք համատեղեք համեղ կերակուրը եւ հանգիստը միասին, ապա մենք ձեզ համար ունենք նաեւ առանձնացված սենյակներ։ Գալիս եք, վայելում եք ձեր հայկական համն ու հոտը ու արդեն երեկոյան նույն համարում վայելում եք ձեր հանգիստը։ Մեր երկիրը սարերի երկիր է, հավանաբար լսած կլինեք մայմեղ սարի մասին ու այստեղից այնքան վառ ու պայծառ է երևում մեր մայմեղ սարը։ Եթե որոշեք գալ ու մնալ մեր Լորվա աշխարհում, բայց մտավախություն ունենաք ձեր մեքենաների ապահովության համար, ապա մի անհանգստացեք, Սոճիները հոգացել է նաև ձեր մեքենաների ապահով կայանման համար։ Ինձ թվում է դուք էլ ինձ նման սիրահարվեցիք Սոճիներին, դե ինչ մտապահեք հասցեն Վանաձոր Դիլիջան Մայրուղու սկզբնամասուն, մտապահեք, որ գաք Լորի։